Բարի օր սիրելի բարեկամ, երբևէ զգացել եք, թե ինչու է ամենաանկեղծ, ամենաջերմ սիրով սրտող մարդը հաճախ վիրավորվում աշխարհից, որովհետև սերը հաճախ ոչ միայն բացում է արքայության դռները, այլև իր հետ բերում նաև աշխարհի հակադրությունը։ Այսօր Քրիստոս ասում է մի բառ, որը պատ է դառնում ցանկացած դժվարին իրավիճակում. սիրեք միմյանց։ Այս եմ պատվիրում ձեզ, որ սիրեք միմյանց։ Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացեք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհից լինեիք, աշխարհն արդեն իբրև յուրայինների ձեզ սիրած կլիներ։ Բայց որովհետև այս աշխարհից չեք, այլ ես ձեզ աշխարհից ընտրեցի, դրա համար աշխարհն ատում է ձեզ։ Հիշեք այն խոսքը, որ ես ձեզ ասացի. ծառան ավելի մեծ չէ, քան իր տերը։ Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն։ Եթե իմ խոսքը պահեցին, ապա ձերն էլ կպահեն։ Բայց նույն այս բոլոր բաները ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում ինձ ուղարկողին։ Եթե ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք որևէ մեղք ունեցած չէին լինի, բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկա։ Ով ինձ է ատում, իմ Հորն էլ է ատում, իսկ ես նրանց մեջ արած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որևէ մեղք չէին ունենա, բայց այժմ տեսան գործերը և ատեցին, թե ինձ, թե իմ Հորը։ Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց օրենքում գրված խոսքը. առանց պատճառի ինձ ատեցին։ Ամեն։ Այս խոսքը, սիրելիներ, հիշեցնում է մեզ, որ Քրիստոսին ընդունելը, այո, հեշտ է, իր հետ բերում է սեր, խաղաղություն, հանգստություն, բայց նաև հաճախ իր հետ բերում է հակադրություն, որովհետև աշխարհը չի կարող հենց այնպես ընդունել ու հասկանալ, թե ինչպես է պատահում, որ մարդը ուղղակի կարող է սիրել, ինչպես կարող է մարդը ներել առանց հաշվարկի կամ ապրել առանց ստի։ Բայց Տերը մեզ հիշեցնում է, որ աշխարհը ձեզ չի ընդունում, որովհետև իրեն ևս չընդունեց, և ասում է. մի վախեցիր, մի վհատվիր, որովհետև եթե աշխարհը քեզ չընդունեց կամ չի ընդունում ու չի հասկանում, ապա Աստված քեզ ընդունում է ու հասկանում։ Աշխարհի մերժումը ապացույցն է, որ ոչ թե թուլություն է, այլ Քրիստոսի ներկայությունն է քո կյանքում։ Դժվար է, ծառան տիրոջից մեծ չէ, բայց ծառան պաշտպանված է, որովհետև Քրիստոսի ներկայությունը ունի։ Այսօր փորձենք ապրել հենց այս պարզ ճշմարտությամբ, կարողանանք վստահ լինել մեր գործերում, կարողանանք առաջ շարժվել, չնեղվել ու չվհատվել, որ աշխարհը մեզ չի հասկանում։ Իմացեք, եթե Քրիստոսի հետ եք, ուրեմն ճիշտ ճանապարհին եք։ Օրհնյալ օր ձեզ։